Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք բարբար բաթլը, դա նշանակում է, որ ես արդեն ունեմ հյուրեր, Զարան եւ Հայկը։ Ո՞նց եք։ Լավ, ցավը տան, դու ոնց ես։ Լավ եմ, մերսի։ Պես խոսում։ Արիս ես պայմանավոր։ Կերնի։ Բայց հենց խալասը դու մի անգամ Էլի գյումրեցիները չեն սիրում, որ իրանց բարբառով խոսում են։ Ես մի անգամ խոսում ինչ է։ Ինձ ասցին ոչ։ Գիտես բայց ինչի, որտեղ դե տար կա որ հանգարց սխալ ես ասում, սա այն որ ասում, էլ պետք չի, էլի արդեն։ Ես շատ կսիրեմ դու համար կուզիմ խոսեմ։ Լավ կենես, դու կարգին ճաշակ ունիս, ես քեզ եմ։ Ուրեմն բարբար բաթլը, առաջին փուլը, ծանոթանանք ինչ ենք անում առաջին փուլում։ Առաջին փուլի համար նախատեսված է 6 հարց 4 հնարավոր տարբերակով։ Մասնակիցները պետք է առաջարկվող տարբերակներից ընտրեն հավանական ճիշտ պատասխանը։ Այս փուլում յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր։ Առաջին փուլ եւ առաջին բառը Տիգրանակերտի բարբառով բառն է պճլկամ։ Պճլկան։ Պճլկամ։ Ահա, այն որ մի հատ լավ բառ եմ իմացել, արի ճիտ անեմ, ինչ է ճիտը։ Այո, արի ճիտ անեմ։ Ճիտես։ Գրկեմ ճիտ անեմ։ Պճլկան։ Դա վիզնա, սխալ ես ասում։ Կարալնի, ուրիշ բարբառով կարալնի։ Զա դու ես Պճլկանը ինչ կարող է լինել։ Կարմիր։ Ահա։ Կարմիր։ Այո։ Պճլկան։ Լուսաբաց։ Լուսաբաց։ Մառախուղ։ Ահա։ Եվ փայլուն։ Փայլուն։ Okay։ Տիգրանակերտի բարբառ, պճլկան, կարմիր։ Հիմա ես գրեցի տարբերակներ ճիշտ պատասխանած ինձ հետևն եմ գրում։ Այո։ Ինչ կարա լինի պճլկանը։ Կարմիր, պճլկան խնձոր, լուսաբաց։ Առավոտ պճլկան։ Հարսին պճլկան խնձոր ա։ Հա, այն որ Ոյ լավ։ Դե լավ, ինչ Զար, ես գիտեմ որ դու տենց թեմաներին շատ կտրուկ ես։ Իրական էին գնում, ճամպին անես պճլկան ու բռնել, բան չէ։ Պճլկա, չէ, Անես պճլկանն մատը կողեր աչքած պճլկան տղա է, ինձ թվում է այդ ավելի Տեսքը տեսոր պճլկան։ Որն է։ Տեսքը փայլուն է։ Չգիտեմ, չեմ կողանա բարերով բացատրեմ, Բայց դա լավն է, տեսքը տեսոր պճլկան։ Պճլկան։ Փայլուն տեսքը ես։ Փայլուն, հա, տոնածառն է։ Պճլկան տոնածառ։ Հա, կարա լինի։ Ես գրել եմ վստահ լինելով բարի։ Հա, ես ունեմ պատասխան։ Ես էլ ունեմ։ Դե գրի։ Ցույց եմ տալի։ Գրել ես։ Հա։ Ցույց տվեք։ Փայլուն։ Փայլուն։ Առաջին փուլում ճիշտ պատասխանը 1 միավոր է ու քանի որ դուք հենց առաջի փուլից երկուստ էլ ճիշտ եք, Այո։ մեկալ միավոր եկել է։ Գնացինք։ Շատ լավ է։ Երկրորդ բառը։ 1-1։ Հա։ Տեղին կողմով եմ ակրում, թե սև, թե կապչում։ Որը ուզում ես։ 1-1։ Վանի բարբառ։ Ես վանեցի եմ արմա։ Բառն է եղլիկ։ 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 Եղնիկ հետ կապ չունի, Այո, չշփոթես։ եղլիկը կարող է լինել յուղոտ, Ահա։ երասկոտ, Երասկոտ։ մաքուր եւ եղնիկ։ Եղնիկը մի անգամից բացառենք, ինձ թվում է։ Հա, դե սխապել ենք։ Այո, երասկոտ։ Մի երասկոտ աղջիկ չէ, երասկոտ այդ ուրիշ մի մրահոն աղջիկ տեսա։ Բայց յուղոտն էլ անավ, եղլիկ։ Բայց չէ ինքը վատ բառ է, ինձ եղնիկ։ Եղնիկ։ Ահ, եղլիկ։ Եղլիկ։ Եղնիկը վատն է։ Չէ, կան բառեր, որոնք հնչողությամբ իրանք վատն են, բայց լավ իմաստ ունեն։ Հա։ Օրինակ, եթե կանալիզացիան չունենար այն իմաստը, որը ունի, ինքը շատ սիրուն բառ է։ Եղնիկը որ արտահայտ։ Ես միտեղ լսել եմ ճիշտ ասած, որ տենց անուն էլ կա կանալիզացիա։ Բայց շատ սիրուն է։ Հա, մարդու անու, Հա, այդ կանալիզացիա։ բացառիկ դեպքերից է։ Նույնիսկ եղլիկը կարա լավ բան նշանակի, բայց Եղլիկ, զուտելի է հնչում։ Դե հաշվի առնելով որ վանեցիները շատ համով են սիրել ուտել ու չասեն ոնց են կերել, դրա համար ես կգրեմ այս պատասխանը, որպես վանեցու թոր գրում եմ ես այս պատասխանը, որտեվ իրանք սենց տակ ուտեստել ունեն նույնիսկ, եթե սա կասեմ ինչն է։ Սա ասացիր, բայց արմատային էլ եթե լուրջ նայենք, ինձ թվում է ճիշտ եմ կռահել։ Եթե եղավ 2-2 հաշիվ, ուրեմն սա մի բան նշանակում է։ 3-2-1։ Յուղոտ, իսկ պատասխանն է, սխալ է պատասխանը։ Գիտեմ, ես գիտեմ։ Պատասխանը սխալ է, պատասխանը մաքուր է։ Մաքուր։ Եղլիկ։ Եղլիկ։ Ճոմուրն էին էլ իրանք ուտում յուղով, հա։ Լավ բան ես ասում։ Ճոմուր կարելի է տակ-տակ։ Էլի գնանք Վանի բարբառ։ Գնացինք։ Երծալ։ Երծալը։ Երծալ։ Իա, երծալ։ Երծալ։ Կարող է լինել երգել, Երգել։ այո։ Շարժվել, պարել եւ բղավել։ Եվ բղավել։ Պապա դե մի երծա վրես, Հա, չէ։ ինչ ես երգում։
Մի տարագ երծի։ Այդ երցալսեմ։ Շարժվի։ Երցալսեմ մի։ Ահա շարժվի։ Մի հատ այդ դեպքում երց Նենց երց։ լովա պարում երեխեն երծան, եկեք հարսանիքին ինքը գա եւ երծա։ Իմ տղեն մի հատ երցա։ Հիմա հարսի երց։ Հարսի երծ։ Եթե էս եղավ հարսանիք վարել ծարի պայմանները։ Դա որոնց պեսին վայնում ենք հարսի երցալ։ Երծալը։ Երցալ, երգել, շարժվել, պարել, բղավել։ Դե բերեք երցանք, շարժվեք։ Երցալ։ Ինչ։ Շարժվեք առաջ։ Չեմ երց։ Ահա ես գրեցի, լավ, օքեյ։ Ինչ ես գրել, բղավել, ես տեսա։ Շարժվել, բղավել, շարժվել։ Երերալ բառ Շարժվել։ Ճիշտ է, ես եմ։ Այո, այո։ Հոկտեմբերյանի բարբար չունեք։ Ես որպես Չորրորդ բառը։ գնացինք։ Մուշի բառ, անգուցել։ Ան Անգուցել։ Ա, գուցել։ ես գիտեմ։ Հո։ Երևի։ Դա կարող է լինել անհանգիստը, Ահա։ կարող է լինել զարմանալը, ուշացնելը եւ հորինելը։ Ոյ Ուշացնել։ նիմանցածը չկար։ Բատներում ես։ Հորինել։ Հորինել։ Շատ։ Արի մի բան անգուցենք իրար հետ։ Արի մի բան հորինենք իրար հետ։ Ինչ կարել է։ Այն օրը հենց անգուցած էի, զարմացա, անգուցել։ Նայ գուցե հորինել, հա? Զար։ Զարմանալ։ Ուշացնելը լավ է։ Հաղորդումների ժամանակ շատ ես անգուցում։ Անգուցեցիր հայկ Հատ ոչինչ։ ուշանալու հետ է։ Հա, ձեր պատասխանը անգուցում եք ոնց։ Ախր ես անգուցեցի, եկա տեսա դու էլ ես անգուցած, զարմացած։ Անգուցած։ Իմ անգուցելը քո անգուցելուն վնաս չի։ Անգուցել, լավ գրեմ ես պատասխան ամեն դեպքում, անգուցելը ես գրում եմ ստեղ սա, նայ։ Ու ինձ թվում է սա ճիշտ է, ու հաշիվը լինելու է 3-1։ Չի գրես առան, զար մտածել ես գրել։ Հորինել։ Մտածել ես չես գրել զար։ Այո։ Ու մտքերը չեն կարդալու, ես անգուցած եմ քո պահվածքից։ Всё, Խնդրեմ իմ պատասխանը։ Հորինել։ Ինչի՞ ասա գրել։ Ճիշտ է։ Ես դες սուշեցի մի քիչ, ասեցի ձեր պատասխանը անգուցում եք։ Ուշացնել, Այ, անգուցել։ ուշացնել։ Ոչինչ, Մի տեսակ գուցե բառի վրա գնացի, գուցելն ինքը հա։ Հա, ես մի էլ գուցեյով մտածել։ Էլի բան, էլի եկանք վան։ Ահա։ Վանի բարբար, բայց ոնց որ քեզ չի օգնում, թե Չէ, մի ուշացեցի հատ ուշակել Մի եմ։ հատ Եվ այսպես բառն է գագոշ։ Ահա։ Գիտես։ Գագոշ։ Գագոշ ինչ է։ Գագոշ կարող է լինել ծույլ, Ահա։ գորտ, գայլ եւ գագաթ։ Գագաթ։ Այո։ Ով այս բառը sense կազմում միջանոց շատ հետաքրքիր է Լավ է, կազմում, հա, որովհետև տենց որ ամեն ինչի հետ կարա կապ ունենա Գագոշ գագոշ դուրս եկավ։ բառը։ Մի քիչ բայց մարդը որ թռոշ ունի, տղեն գագորնի, ասի գագոշա։ Գագոշ։ Գագոր։ Գագոշ։ Գորշ գագոշը դուրս եկավ։ Հա, գորշ։ Գորշ, գագոշ, Ինձ թվում է գագաթը պետքա բացառենք։ Չի կարա լինի Արարատի գագոշը։ Չկա։ Կարողանատին չի Վանեցիները գագոշ։ Իմանջարայի գագոշը։ Չվատ բառ, այդ պետք է ասեն հեսա, ոյ գագոշի մեկը։ Արագացի 4 գագոշներ։ Գագոշ, նա լավ ես լավ բայց։ շատ լավն է, բայց հաշվի Նայ, առնելով գիտես ինչա գորտը լավ։ Դոդոշել են, չէ՞, Հա, այդպես ասում գագոշ, գորտին։ Գագոշ ինչ չի լինի։ Թանենք գորտ գրեմ։ Ես կարող եմ ձեզ հանգիստ չեղել, դա էլ հաշվի առ։ ես ունեմ իմ տարբերակը։ Ես ցույց չեմ տա Զարային իմ տարբերակը, հələ տեսնեմ ինչ ես մտածում։ Դու գրեցի։ Ես ոնց ունի, այն սևագինը արդեն ջնջում է, մյուս բառին է պատասխան։ Բալոն, Սպարտադիր։ Եվ այսպես 3-2-1։ Ծույլ։ Ծույլ։ Այո, ճիշտ պատասխան է։ Գագոշ նշանակում է ծույլ։ Ծույլ, այո։ 3-2։ Շատ լավն է։ Դու հաշիվը պահի։ 3-2 բալոն։ Առաջին փուլի վերջին բառն է Տիգրանակերտի բարբար, բառն է փշգուդ։ 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 Մազիրը ռեհան, փշգուդ։ Կարող է լինել փշոտ, վախեցած, փետուր, ամաչկոտ։ Փետուր, ամաչկոտ։ Ոյ, ես նենց փշկուտ եմ, вообще այդ ասելուց ոобще փշկուտ չես Իհարկե այդ կապ չունի քո հետ, կապ չունի քո հետ։ Քեզ մի քիչ ճանաչելով փշգութը գիտես քեզից շատ հեռու է։ Հա, վախեցածել չես դու, փետուր, այլ փետուրն է։ Փետուր, փշգութ։ Փշգութ։ Փետրավոր, փշգութավոր,
Այդ սիրուն բառեր ունենք, բայց sense պատմությունը մեջը մի տեսակ էլի, sense կոլորիտը մեջը։ Փշգութի մեջ ինչ պատմ, ված հնչողություն ունի։ Ի՞նչ դա ված։ Փշգութ վերական ջիսոր չի, բայց Հələ մի հատ գնա Տիգրանակերտ մտովի ու տես ոնց է սազում իրար։ Փշգութ իհարկե։ 30 անգամ փշգութ ասես, երկրորդ օրը արդեն նորմալ է։ Երրորդ օրը կսիրես այդ բառը։ Ասենք Որորդ օրը վերջ։ Զարմանալուց ավելավ ասես վաու, թե ասես փշգութ ասես։ Հաբա։ Ոնց է։ Փշգութը լավ, ես գրեմ հիմա հələ։ Ես գիտեմ որ հեչ կապ չունի իր հետ, բայց էսա հաստատ վստահ եմ։ Ոյնից փշգութեցի այսօր։ Հայկի դինամիկան սպանում։ 3-2-1։ Չէ, մի որք ես ուրա մտածում եմ։ Հայկ արդեն երկրորդ փուլ է խաղում։ Հեչ երևում որ ուղիղ եթե վարող աղջիկ է։ Հետ ուր։ Հիմա դու արագ պետք է փշգութեիր ու գրեիր։ Մի որք ես հենց հիմա կփշգութեմ։ Փշգութեք։ Ժամանակը փշգութ է, փշգութեք։ Չնջում էի արել, սիրուն գրեմ։ Գրեց, խալ բառը գրեց։ Ամաչկոտ փշոտ։ Իսկ ճիշտ պատասխանն է ամաչկոտ։ Տիգրանակերտ, տեսա մարդը գնաց պատմությունով հասավ դեր, եկավ ասեց Ամենայն ազդեցությամբ ինչ որ զգալով եմ գրել, որտեղ հա զգացի որ գյուղերում ընդհանրապես տենց է, չէ՞, բառը մի տեսակ կապ չունի այն բառի հետ, որ մենք գիտենք։ Ուրիշ տեսանկյունից է նայում 4-2։ Ես հպարտ եմ քեզանով հայք։ Բա ես 4-2 շատ լավ է, մենք կարող ենք գնալ երկրորդ փուլ, բայց մի բան նստենք գնանք ծանոթանանք երկրորդ փուլի կանոնների հետ գանք։ Երկրորդ փուլում մասնակիցներին տրվում է նախադասություն, որտեղ բաց է թողնված բարբառային բառը։ Նրանք հնարավոր 4 տարբերակներից պետք է ընտրեն հավանական ճիշտ տարբերակը։ Այս փուլում ճիշտ պատասխանի համար մասնակիցները ստանում են 2 միավոր։ Երկրորդ փուլ ճիշտ պատասխանը հավասար է 2 միավորի մի Դու անգամից։ ունես հնարավորություն գազ կոնե հավասարվես ինձ։ Առաջարկում եմ գրեք նախադասությունը, ես կթելադրեմ։ Արդեն Այո, թելադրեմ։ Բարև ձեզ։ Իա, բարև ձեզ։ Ինձ Ահա, բաց թողեք բառը, չգիտեմ ինչ սուրճ կհյուրասիրեք։ շատ լավ։ Կհյուրասիրեք բազմիկ։ Տարբերակները՝ փիլուն։ Բարև ձեզ, ինձ փիլուն սուրճ կհյուրասիրեք։ Ֆթֆթուն, ֆթֆթուն։ Ֆթուն։ Այ ես հենց Իսկ այս որտեղի բառերն են։ ասեմ Տիգրանակերտ է։ Էլի Տիգրանակերտ, ֆթֆթուն։ Ես կխմեի հիմա ֆթֆթուն։ Ֆթֆթուն սուրճ։ Ֆրտֆրտալեն, հա։ Ամբակ եւ ընծե։ Էնցե։ Այո։ Ընծե սուրճ։ Ես գիտեմ մի անգամից, ես նույնիսկ գիտեմ այդ բառը ինչա նշանակում։ Գնացինք։ Բարև ձեզ, Բարև ինձ ձեզ։ փիլուն սուրճ կհյուրասիրեք։ Բայց ինձ Իսկ գուցե ֆթֆթուն ուզենաք։ ֆթֆթուն Էնձե։ Ես ձեզ սուրճը ֆթֆթուն թե էնցե։ Ֆթֆթուն թե առանց։ Էդ է էլի։ Ինձ էլ եկել է էնցե։ Ես սա կգրեմ դեռ, բայց մի քիչ հələ կմտածեմ, որտեվ այս բառը օրինակ պապս, տատս օգտագործել են շատ, դե ասում եմ Դու ճիշտ ես գնում։ Բայց հələ հասկանանք տնենք ինչա։ Ինձ ֆթֆթուն։ Բայց սուրճի հետ կապ չունես, գիտես, օրինակ որ պապս ուզում էր խմեր ջուր էին տալի, ասում են էսի է տա։ Այդ բառը որ բանի գրել են։ տենց ճաշերին էլ, ապուրներին էլ։ Չայ թեին էլ են ասում, թեին։ Աբրես, ճիշտ է։ Ես դες լսել եմ։ Այսինքն ինքը ինչ-որ բան նշանակում է։ Զարպրսավ հաղորդում։ Մի շուրջ մտածում Զարմեք եմ։ երկրորդ փուլում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Կարդա խնդրում եմ ինձ փիլուն սուրճ Փիլուն։ տվեք։ Ահա, ես կարդամ, այո։ Բարև ձեզ, ինձ ամբակ սուրճ։ Ինչ է նշանակում, ընծեից սկսենք։ Էնցեից։ Ընծե նշանակում է այնպես, Ահա, այնպես սուրճ թե չեղավ։ լինի։ Ֆթֆթունը, որ ես այդքան շատ սիրեցի, նշանակում է արագաշարժ։ Ահա։ Փիլուն նշանակում է փայլուն, իսկ ամբակ նշանակում է առանց շաքար։ Ամբակ չայ։ Ամբակ չայ։ Ես էլ գիտեի այդ բառը։ Աբրիս։ Ես էլ գիտեի, մենք էլ ենք օգտագործում։ Շաքար եմ ես քեզի։ Եվ երկու միավորել գումար 6 4-2, 6-2, ներողություն։ Չէ, 4-2։ Զար վերջում միևնույնն է դու ես հաղթելու, բայց 6-2, հանուն արդարություն։ 6-2, բայց էլի շանսեր կան, որովհետև դեռ կա երրորդ փուլը, իսկ երրորդ փուլի ճիշտ պատասխանը միանգամից 4 միավոր է, բայց մինչև այդ մենք ունենք երկրորդ փուլից եւս մեկ նախադասություն։ Գերենք երկրորդ նախադասությունը։ Փետրվարի 14-ը, Ահա, փետ 14, չգիտեմ ինչերի տոնն է, բազմակետ տոնն է։ ամբողջ աշխարհում։ Հիմա խորքից գրեցի, հետո։ Ինչերի տոնն է արդեն երևի հասկացա։ Մոտավորապես, հա, ահա։ Եվ տարբերակները։
Էշկլու, Էշկլու։ Էշկլուների օրն է։ էշկլուներ։ Էշկլու ենք, այսքան։ Չանաժան, 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 ահա, ակնակ ակնակ, եւ պթիր, պթիր, հա, պթիր։ պթիրը չի։ Հա, հասկանում։ Պթիր, այս պիտի մտածենք։ Փետրվարի 14-ը ծննդերի մասին, հա, խոսքը։ Չէ, Վալենտինի սիրահարների օրվա։ Սիրահարների, տենց ա գալի։ Փետրվարի 14-ը էշկլուների տոնն է։ Էշկլու։ 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 Էշ։ Չանաժան։ Վանի Նենց բարբարա։ էշկլու եմ այդ աղջկա, նենց էշկլու եմ ակնակ չանաժան, Բայց բայց քեզ չի օգնի Վանի բարբարա։ հա, Հա, մտածենք ուրեմն։ հələ մտածի։ Խմենք զույգ էշկլուների։ Այս ինչ է։ Խմենք զույգ էշկլուների կերած։ Շատ լավն է։ Չանաժան։ Պթիրներն շոտ։ Դելա Սվիտոյ Վալենտինը մտածել է, որ իր տոնը մեկը կասի էշկլու, բայց ինձ թվում է այսա, գիտես, հետաքրքիր զուգադիպության, բայց ես սա եմ գրում։ Ակնակ։ Գրի։ Չանաժան։ Գրի։ Չանաժան էշկլու։ Հա։ Գրեսի։ Մի վարքյան, սպասի։ Չանա։ Նայում որ սիրարվում ես դեմքիդ վրա ինչ ա լինում։ Չեմ ասի։ Ես պատասխանել եմ արդեն։ Ես օնը կնոջս որ տեսա սիրարվեցի մի անգամից մի բան եղավ։ Մի բան Դեմքիս եղավ։ հետ։ Ակնակ։ Ակնակ եղավ։ Ինչ ես հարցնում։ Ես ինչ իմանամ։ Դու լավ ես բարբարներից։ Դե հուշեմ քեզ, լավ, ես այդ չեմ գրել, այդ ասեմ։ Ես այդ մեկը չեմ գրել։ Հա, բայց իմիջիայլոց կարող է երկուստ էլ ճիշտ լինել։ Իհարկե։ Բայց մի ճիշտ տարբերակ կա, գրի։ Գրել եմ արդեն։ Դե ցույց տուր, Գնացինք 3-2-1։ Էշկլու։ Էշկլու։ Փետրվարի 14-ը էշկլու տոնն է, հա, էշկլու։ Էշկլուների Ես գրել եմ տոնն է։ փետրվարի 14-ը չանաժան, Չանաժան։ հա, որտեղ չանի հետ ինձ թվում է սիրահարվավ չանը, բան եղավ, հա։ Ոյ լավ այդ ոնց է։ Շատ են խոսում, չէ՞։ Հա, հա, բա։ Լավ, տեսնենք ինչ է նշանակում առաջերտին պթիրը։ Պթիր։ Պթիր նշանակում է ապարանջան։ Ապարանջան, Ապարանջան։ երթամ կնեմ ես Դու ինչ պթիր։ ես գրել։ Էշկլու։ Էշկլում։ Դու էլ Ես չանաժան։ չանաժան։ Ուրեմն ասեմ ակնակը ինչ է նշանակում, դա պահարանն է։ Ահա։ Չանաժանը դա չարչարվածն է, իսկ էշկլուն սիրահարներն է։ Խմում ենք զույգ էշկլուների Էշկլուների կենացը։ կենացը։ Okay, այո։ 6-4 հիշացնեմ։ Հիշի դու, էդի հիշի։ Էշկլու։ Հիմա գնում ենք երրորդ փուլ։ Երրորդ փուլում մասնակիցները մրցակցի համար ընթերցում են իրենց կողմից նախորոք գրված նախադասություն, դարձվածք կամ աֆորիզմ, որն ամբողջությամբ կազմված է որևէ բարբառով։ Մրցակիցը պետք է հասկանա նախադասության մոտավոր իմաստը եւ հնարավորինս հասկանալի կերպով բացատրի ասելիքը։ Այս փուլում ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցները ստանում են 4 միավոր։ 6-4։ Դու սկսի։ Մենք կլսենք քեզ։ Իսկ հուշման կարգով ասես, որտեղի Ես բարբառն անգիր չեմ հիշում իմ նախ։ Դու կարող ես կարդալ։ Իսկ ով ա ուղարկել, լավ այդ ասեմ, եկել որտեղի բարբառն է։ Հա, Բայց չէ, արդար չի, որովհետև Գյումրիի բարբառն է։ 10-ով 0։ Գյումրի բարբառ։ Հենց պես են եմ փոքր Բայց տեսա։ դու հիշում ես հաղորդման սկզբից ասեց ես գիտեմ բարբառը։ Ես չեմ օգնելու, նայ։ Ցո քիչի գ, բայց ես բզեմ։ Կդորեմ։ Հա, կդորեմ։ Գրենք։ Գրում է։ Հա, թերադրի գրենք։ Ես իմ քյոշեքս պահած, Ես իմ քյոշեքս, պահած, քյոշեկս գրեմ, ըհը։ Պահած, շատ բան ունիմ, Շատ բան ունի։ շատ բան Բարդ չկա ստեղ։ ունիմ, մե հոգիմ եկավ չանթեց, մե հոգի մեգավ, Ինչ արել։ չանթեց, չանթեց, չանթեցը խլելու պես բար չէ։ Էս սիգե, Հաստատ Ես իմ բարբառը սիգի։ ես իմ քյոշեկս պահած շատ բան ունիմ։ Մերչակետ, մեզ արդա, մե մե հոգի հոգիմ մեգավ եկավ շանթեց։ չանթեց, Համի Դու որը չես հասկանում ստեղ։ միակ բառը քյոշեկն է, որ չեմ հասկանում։ Իսկ չանտեցը հասկաց։ Չանթեցը դե գող խլեց, Բայց խնդալում չանթե որն է։ չան է որ Ես չեմ հասկանում չանտեսն ինչ է։ ինչ կսեցո։ Հա։ Ես չանտ մի բառ գիտեմ։ Չստիկ։ Չստիկն է։ Չանտեց տապոչկեր, Չանթեց։ Ներմանացրել է շատ։ Քյոշեկը գիտեմ ինչ է։ Քյոշ եմ քյոշեկս Բայց դու էլ ես մեկը մտածի։ Չանթեցը ես տենց եմ մտածում, որ տենց ինչ որ Խլեց, բան ունի, պահած գողացավ։ եկավ, չանը գցեց տարավ գնաց, չէ, չան չէ, չանթեց։
Չանթետ այնց ասում են, եկավ չանթեց գնա շուտես, հա, ունեք։ Ես լենական աղաքին բախ չեմ եղել աշկից։ Այ քեզ բան, քյոշեկը օգնեմ քեզ։ Մի քիչի գամ, ինչ Քյոշեն, քյոշա անկյունն է։ Այդ է ուզում ասել, հա, պուճախը, ասենք, պուճախը։ Բան խորդանոցի մեջի Հա, քյոշ։ պուճախն է, հա, ես օրինակ տես կասեմ, ես իմ քյոշում, անկյունում, հա, անկյունում պահած շատ բան ունեմ, մի հոգի եկավ, չանթեց, մի հոգի եկավ, խլեց տարավ, էլի, տենց, իմաստային տենց եմ բացատրում։ Հիմա ասա, ճիշտ ենք թե չէ։ Սիրելի Զարա, Եթե ճիշտ Ահա, ենք, ճիշտ է։ 4 միավոր։ արդեն հաղթանակին, արդեն իմաստ շունի շարունակելու նկարանում է։ Չէ, բայց այնքին է էլի մեր խաղանք, էլի։ Խաղանք, որտեղ ուզում ենք քո տարբերակը։ Անպայման։ Գնացինք։ Մենք գնում ենք էլի արևմտյան կողմը։ Գնացինք։ Երգիր գնացինք։ Վան։ Վան։ Ուշադի լսի։ Չկա շանս։ Հմեն։ Լսում ես։ Գրի։ Գրում ես։ Գրի։ Հմեն։ Հմեն։ Ամեն։ Հմեն գյաղ։ Ամեն կյա։ Այդ հնչյունները ոնց գրեմ։ Գե աղը։ Հմեն գյաղ։ Գյա։ Բրավո կեվորվա։ Հմեն գյաղ։ Գետ։ Գետ։ Չի կայնի, հենց տենց էլ գրի։ Չի կայնի։ Նորմալ է, ցենզուրան։ Հմեն գյաղ, գետ չի կայնի, կոչ բերի, Կոչբերի։ մամեն, Մամեն։ կայնի, Կայնի։ լաչ բերի։ Լաչ։ Հա։ Լաչբերի։ Օ, դու ինչ-որ բան հասկանում ես դերից։ Ահա։ Շատ իմաստային։ Լաչ, չյոթ թե լա, չ։ գիտես, մի րոպե Կարևոր է ասեմ։ այդ բառը։ Չ։ Լաչ բերի, չ։ Ահա։ Հա։ Հələ մի հատ քո, բայց մի հատ քո տեմբրով կարդալ եմ, էլի։ Ամեն։ Հմեն գյաղ գետ չիկայնի կոչբերի մամեն կանգնի լաչբերի։ Դες ինչ սիրուն է հնչում հատկապես Այլա, եթե։ Ինչի ես ռեփելի փորձում է, այդքան գրական խոսել։ Հմեն գյաղ գետ չի։ Հմեն գյաղ գետ չիկայնի կոչբերի։ Մամեն։ Ամեն է էտի մոտապես սուպերմենն է։ Spider-Man, man։ Նեն։ Հմեն գյաղ գետ չիկայնի կոչբերի։ Գյաղ ինչ։ Գյուղը չի ամեն գյուղ։ Մի հատ հուշում անեմ։ Հանգացած։ Զար, գյուղի հետ բացարձակ կապ չունի այդ բառը։ Գյաղ։ Գյաղը գյուղի հետ բացարձակ կապ չունի։ Գնա լրիվ ուրիշ տեղ։ Մանդարինը գյաղը։ Հմեն գյաղ։ Գյաղ գետ չի կայնի կոչբերի, չգիտեմ ինչը գետը չի կանգնի Կոչը ինչ է, լավ, կոչբերի, կոչը ինչ է։ կոչը ծառի Այդ ճիշտ է։ Քյութուկ։ Ահա, կոճը։ դրանից քյութուկ կոչբերի Մամեն գյաղ կանգնի լաչ։ գյաղը ես չեմ հասկանում Այ դա էլի ամենա։ լաճը երեխեն է, այսինքն մամեն կկանգնի երեխա կբերի Բայց ինչ երեխա, տղա։ Հեսա նայ կասի, ուիշ բոնա։ Դե խտրական բաներ ես ասում։ Չեմ ասում, դե տենց են այդ մարդիկ Սերը տալիս ասում։ է։ Լաճը Այո, որովհետեւ հասարակ դու երեխեն չի, տղեն է անպայման։ իհարկե։ Մանչը։ Բա աղջիկը Հատկապես սա ասվել է հենց դրա համար։ Նայեք, հենց ուզեք ասեմ կբացատրեմ ինչ։ Ամեն գյաղ։ Ամեն գյաղ։ Գյաղ չի Ամեն կոչբերի։ ամեն գետ չի, ամեն ազատ գետ չի, Գիտ մոտիկ անես, գիտես իմաստային մոտենում ես համարյա։ Ամեն ջուր ամեն հոսող գետ չի կանգնի։ գերան չի բերի, էտի է։ Գերան չի բերի, բայց մաման մամեն տղա է։ կկանգնի լաչ կբերի, Ահա։ հա կբերի։ Հա, չէ, այդ կարևոր բառն է, որ հələ չես գուշակում, բայց հա։ Ո՞րն է կարևոր բառը։ Գյաղը։ Գյաղը ամեն գյաղ։ առատ, Չէ, ամեն հոսացող։ Լավ, տարբերակներ եմ ասում դու ասա։ Հա, 3, հա, 3 հատ ասի։ Ուրեմն ամեն մեծ գետ, ահա, ամեն անգամ եւ ամեն լավ, այս երկուսի մեջ ընտրի, մեծ գետ։ Ամեն անգամ գետը չի կանգնի, Ապրես, որ կոչ բերի, ապրես, ամեն կանգնի։ Բայց ինչ ասում ամեն անգամ գետը կոճղ չի բերի, մերն էլ տղա չի բերի, որովհետև այն ժամանակ կար այդ խտրականությունը։ Զար, ինչ ուզում ես ասես, հասկանում եմ, որ դա քո ամենաբան թեմաներից է։ Բայց գետը չելնում է, տղեն չելնում։ Հաշիվը կարևոր չի ինչ, հա, չէ։ Արդեն ունենք հաղթանակ ֆիքսված։ Ես հիմա կգամ, տեղ չգնաք, հեսա։
10 եւ 8 հաշվով հաղթեց մեր Հայկը, ապրես իրան օգնեց իր արմատները, բայց դու չգցես, այնց որ այս վերջինը գիտես ինչ էր, մենք որ դի մատենա տանենք տպագրենք ցույց տանք։ Մենք յաղը մեր գործընկերոջ կողմից Հայկ ջան, ես քեզ հրավիրատոմս 2 անձի համար Մաչանից տուն կարող ես գնալ, գինիներ կհամտեսես, կավագործությամբ կզբաղվես, լավ էքսկուրսիա կհասնես։ Լավ հիշողություններ ունեմ Մաչանից տանը։ Տեսա։ Դասեմ տվե երեխեքին, դերասանի վարպետություն, այնտեղ ահագին շփում եմ ունեցել այդ։ Ես պատկերացնում եմ դու ինչքան ես խմե։ Ապրեք երեխեք ջան, շատ լավներ, շատ լավ խաղի համար, իսկ մենք կհանդիպենք, չգիտեմ երբ։